Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալի այսօրվա դրվագն ապացուցեց, որ սիրո և ազատության համար մղվող պայքարում ամենամեծ հարվածները հաճախ հասցնում են ամենահարազատ մարդիկ։ Այսօր մենք ականատես եղանք ընտանեկան արժեքների փլուզմանը, անսպասելի բացահայտումների և իսկական տղամարդկային պայքարի, որը նոր շունչ հաղորդեց սերիալի զարգացումներին։ Ամեն ինչ սկսվեց Լեայի հուսահատ, բայց խիզախ քայլով։ Չկարողանալով այլևս տանել հոր բռնապետական պայմանները, աղջիկը գաղտնի դուրս է գալիս տան բակից, հույս ունենալով վերջապես փախչել իր սիրելիի՝ Լեոյի մոտ։ Բայց ճակատագիրը, կամ ավելի ճիշտ Հունանի դաժան հսկողությունը, այլ պլաններ ուներ։ Ընդամենը մի քանի մետր հեռանալուց հետո նրան է մոտենում մի մեքենա, որի մեջ էին Հունանն ու նրա հավատարիմ կամակատար Արամը։ Հունանը, չխնայելով դստեր արժանապատվությունը, բռնի ուժով նրան հետ է վերադարձնում տուն։ Տան բակում սկսվում է սարսափելի մի վիճաբանություն, որի ընթացքում ջրի երես է դուրս գալիս խնամքով թաքցված մի գաղտնիք։ Զայրացած Հունանը մեղադրում է Լեային, որ նա իրեն խայտառակ արեց Արամի ներկայությամբ։ Այստեղ Լեան հասցնում է իր հակահարվածը, հեգնելով հարցնում է. արդյոք պատճառն այն է, որ Հունանն իրեն խոստացել է Արամին, ու հիմա այդ գործարքը ձախողվում է։ Այս խոսքերից Հունանը ապշած շրջվում է դեպի Արամը։ Պարզվում է, խորամանկ Հունանը նույնիսկ գաղափար չուներ, որ Արամն արդեն ինքնագլուխ սիրո խոստովանություն է արել իր դստերը։ Սա լուրջ ճեղքվածք է Հունանի և Արամի վստահության մեջ։ Բայց կոնֆլիկտը բակով չի ավարտվում։ Վիրավորված ու զայրացած Լեան վազում է իր ննջասենյակ, սակայն Հունանը ներխուժում է նրա հետևից։ Աղմուկի վրա սենյակ է մտնում նաև Իննան։ Սերիալի պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք տեսնում ենք Լեային այսքան անկոտրում ու կոշտ։ Նա բաց տեքստով ասում է հորը, որ զզվում է նրանից և չի ցանկանում անգամ տեսնել նրա դեմքը։ Իննան, տեսնելով դստեր ծանր հոգեվիճակը, մի կերպ դուրս է հանում Հունանին սենյակից։ Եվ հենց այստեղ, փակ դռների հետևում, տեղի է ունենում ամուսինների միջև վերջին տարիների ամենալուրջ ու ճակատագրական զրույցը։ Իննան, ով միշտ փորձում էր հարթել անկյունները, այս անգամ կանգնում է ամուսնու դեմ։ Նա մեղադրում է Հունանին այս ողջ քաոսի և ընտանիքի կործանման համար, նշելով, որ իրենց տանը տեղի է ունեցել արժեհամակարգի իսկական հեղափոխություն և որ ինքը նման ընտանիք չի երազել ունենալ։ Իննան դնում է հստակ և անբեկանելի վերջնագիր։ Կամ Հունանը կարգավորում է տան մթնոլորտը և վերադարձնում հանգստությունը, կամ ինքը ընդմիշտ կհեռանա այս տանից։ Թվում էր, թե ընտանիքը կորցնելու վտանգը պետք է սթափեցներ Հունանին, բայց նրա էգոն անսահման է։ Նա ապշած, բայց և համառորեն հայտարարում է, որ իր համար միևնույն է, և այս տանը միշտ լինելու է միայն այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իսկ մինչ մակունցների տունը փլուզվում է ներսից, Լեոն, երկար ու անարդյունք սպասելով Լեային, հասկանում է ամենասարսափելին։ Իր սիրելիին բռնի ուժով պահում են տանը։ Լեոն կայացնում է տղամարդկային և արմատական որոշում։ Նա զանգահարում է իր ամենամտերիմ ընկերոջը՝ Սարիկին, և խնդրում օգնել իրեն Լեային հայրական տնից փախցնելու հարցում։ Սարիկը, որպես իսկական ընկեր, առանց վարանելու համաձայնում է։ Ուշագրավ է այն նուրբ ու գեղեցիկ դետալը, որ քանի դեռ տղաները շտապում էին դեպի Հունանի տուն, Նարէն հասցնում է զանգահարել Լեային և գաղտնի տեղեկացնել նրանց փրկարար գործողության մասին։ Լեայի հոգում կրկին արթնանում է հույսն ու անսահման ուրախությունը։ Լեոն չի հանձնվել, նա գալիս է իր հետևից։ Եվ ահա լարվածությունը հասնում է պայթյունավտանգ կետի։ Լեոն և Սարիկը հասնում են Հունանի տան դարպասների մոտ։ Բայց հենց այդ պահին տանից դուրս է գալիս Արամը։ Լեոյի և Արամի միջև սկսվում է կատաղի և անզիջում ծեծկռտուք։ Լեոն, վրեժխնդիր լինելով իր սիրուն խոչընդոտելու և Լեային բռնությամբ տուն տանելու համար, դուրս է թափում իր ողջ ցասումը։ Իսկ թե ինչպես կավարտվի այս բախումը և արդյոք Լեային ի վերջո կհաջողվի դուրս պրծնել հոր ճանկերից ու հեռանալ Լեոյի հետ,
կարող ենք միայն ենթադրել։ Մեր վերլուծությամբ ծեծկռտուքի աղմուկը ոտքի կհանի ողջ տունը և փախուստը կարող է ժամանակավորապես բարդանալ, բայց Լեոյի վճռականությունը անկասելի է։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, կկարողանա արդյոք Լեոն այս խառնաշփոթի մեջ վերջապես փախցնել Լեային, թե Հունանը կրկին կկանխի նրանց միությունը։ Եվ կիրագործի արդյոք Իննան իր սպառնալիքն ու կլքի Հունանին նրա այս կույր բռնապետության պատճառով։ Եվ ինչպես կփոխվեն Հունանի ու Արամի հարաբերությունները վերջինիս գաղտնի սիրո խոստովանությունից հետո։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։